Բարի օր, սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր կուսակցական Քարոզ Արշավի շրջանակներում հայցերը քաղաքներ։ Հիմա Իջևանում ենք, առաջին կանգառը Դիլիջանում էր, կրկին առիթը բաց չենք թողնում եւ շփվում ենք մեր քաղաքացիների հետ։ Մի շատ լավ լուրով կիսկան, վարչապետը նոր հայտնեց մի որոշման մասին, որն առաջիկայում կայացնելու են, կապված թոշակների հետ կրկին, եւ որոշումն այն մասին է, որ այսօր յուրաքանչյուր տարի որքան լինի գնաճը, այդքան չափով առնվազն ուրեմն ավելանալու են նաեւ թոշակները, հետեւաբար մեր թոշակառուները գնաճի բացասական էֆեկտը չեն զգա այսօր եւ այս որոշումը բնականաբար առաջիկայում կառավարությունը արդեն կկատարի։ Լավ բոլորը։ Մի անգամ էլ ողջույն, սիրելի ընկերներ։ Մենք հիմա գտնվում ենք Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում եւ ես այստեղից մի հայտարարություն եմ ուզում անել, որին սպասում են մեր հազարավոր քաղաքացիներ։ Դուք գիտեք, որ մենք ունեինք սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագիր, որը հայտնի էր ավելի շատ 16 միլիոնների ծրագիր անվանման, որովհետեւ 16 միլիոն դրամ աջակցություն էինք տալիս, որոշ բացառություններով, որտեղ 21 միլիոն էինք տալիս մի քանի գյուղում առանձնատներ կառուցելու համար այն քաղաքացիներին, որոնք բավարարում էին որոշակի պայմանների, իսկ պայմանները հետևյալն էին, որ տանը պետք է լիներ անչափահաս երեխա ընտանիքում կամ առնվազն ամուսինների տարիքը չպետք է գերազանցեր 75 տարեկանը։ Հիմա ծրագիրը վերագործարկում ենք 3 կոմպոնենտով, որպեսզի պարզ լինի, փորձեմ արագ բացատրել։ Ուրեմն առաջի կոմպոնենտը այն քաղաքացիների համար է, որոնք չէին հասցրել օգտվել նախկին ծրագրից, սակայն ունեին հողամաս կամ շինթույլտվություն մինչև մայիսի 1-ի դրությամբ 2025 թվականի, իսկ հողամասն էլ եթե ձեռք էր բերվել 24-ի սեպտեմբերից մինչև մայիսի 1-ը այդ հատվածում, երբ որ ծրագիրը կրկին երկարացվել էր։ Երկրորդ կոմպոնենտը նոր քվոտաներն են որոշակի բնակավայրերի համար, որտեղ որ հարաբերականորեն ավելի քիչ տներ են կառուցվել, բայց դա այն բնակավայրներն են, որոնք որ կային առաջի ծրագրի մեջ, այսինքն նույն բնակավայրերի ցուցակ, բայց որտեղ որ հարաբերականորեն ավելի քիչ տներ են կառուցվել։ Եվ երրորդ կոմպոնենտը մենք ընդլայնում ենք դպրոցաշինության հետ կապված։ Մենք մի նման գյուղ ունեինք, դա Վայքի Գոմք գյուղն էր, բայց մենք հիմա այդ ցուցակը ընդլայնում ենք եւ այլ մարզերի, նաեւ մինչեւ այդ երբևէ չեղած մարզերի շատ գյուղերում քվոտաներ ենք տալիս, որտեղ որ կառուցվում են նոր դպրոցներ, որպեսզի խթանենք այդ դպրոցներում աշակերտների ավելացումը։ Ցանկը հիմա հրապարակված է Իդրաֆտ կայքում, ես այս ուղի եթերի տակ այն կդնեմ, որպեսզի դուք ծանոթանաք եւ ամենայն հավանականությամբ 2-3 շաբաթվա մեջ կառավարության այդ որոշումը կընդունվի եւ մենք կվերագործարկենք այս շատ կարեւոր ծրագիրը։ Ուզում եմ հիշեցնել, որ դրա շրջանակներում մենք ունենք արդեն իսկ մոտ 2300-ից ավելի շահառուներ, որոնք կառուցել են իրենց նոր տները։ Սա շատ լայնամասշտաբ ըստ էության ծրագիր է, որը փոխում է մեր շատ բնակավայրերի կյանքը եւ շատ սիմվոլիկ է նաեւ, որ ես լինելով Աճարկուտ գյուղում ուզում ասել, որ ստեղ էլ է լինելու քվոտա դպրոցով, մոտակա դպրոցով պայմանավորված, որտեղ գիրանցում ենք նոր դպրոց են կառուցում եւ ունենալու ենք նաեւ քվոտա Աճարկուտ գյուղի համար, որպեսզի մեր գյուղերը գրեթե բոլոր գյուղերը հնարավորությամբ հավասարաչափ զարգանան։ Այնպես որ լավ օր ձեզ, դեռ կհանդիպենք, այստեղից շարժվելու ենք նոյեմբերյան, հետո Լոռու մարզ, երեկոյան էլ Վանաձորում մեր միջոցառումն ենք իրականացնելու։ Ծրագրի մասին դեռ շատ կխոսենք, այս 16 միլիոնների ծրագրի, բայց ես ուզեցա, որ այս առիթը օգտագործեմ եւ հրապարակեմ, հայտարարեմ դրա մասին։ Կապի Բարև ձեզ սիրելի ընկերներ, մենք այժմ գտնվում ենք Իջևանում եւ այստեղ որոշ թոշակառուների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նոր լավ լուր ասաց, հայտարարեց, որ քանի որ մենք մինիմալ թոշակը, կենսաթոշակը արդեն հավասարվում է սպառողական մինիմալ զամբյուղին, ապա առաջիկայում որոշում կունենանք եւ հետագայում արդեն որքան տոկոսով որ գնաճը կավելանա, այդքան տոկոսով կբարձրանա կենսաթոշակը։
Սա կարծում եմ հրաշալի նորություն է մեր թոշակառուների համար, որովհետև քանի որ գնաճը անխուսափելի է եւ ամեն տարի որոշակի տոկոսով լինում է գնաճ, ապա կենսաթոշակի բարձրացումը եւս այսուհետ արդեն եւս դրական իմաստով անխուսափելի է, այսինքն ամեն տարի կենսաթոշակը կբարձրանա այն չափով, դա ամենակիչը, այն չափով որքանով որ գնաճ կլինի։ Տեսա, որ ընդդիմությունը ասում է, տեսեք, աշխարհում ինչ իրավիճակ է, տարածաշրջանում պատերազմ է, իսկ Փաշինյանը եւ ԿՊ-ն կարկանդակ են ուտում, եւ ճիշտ ասած լավ չեմ հասկանում, թե որտեղ է ընդդիմությունը ուզում մեզ գցել, որովհետեւ ավելի լավ գովաստ քաղաքացիական պայմանագրին, քան այն, որ մեր երկիրը պատերազմի մեջ չէ եւ մենք կարկանդակ ենք ուտում, դժվար է պատկերացնել։ Առաջին համաշխարհային պատերազմին մենք կարկանդակ չենք ուտում, մենք պատերազմի մեջ ենք։ Երկրորդ համաշխարհայինում մենք կարկանդակ չենք ուտում, մենք պատերազմի մեջ ենք։ 90-ականների խորհրդային միության փլվելուց հետո մենք կարկանդակ չենք ուտում, մենք պատերազմի մեջ ենք։ Հիմա երբ որ նկատի ունեմ վերջին 10 տարիներին, երբ որ աշխարհակարգը փլուզվում է, մենք պատերազմի մեջ ենք, կարկանդակ չենք ուտում եւ վերջապես մենք կարող ենք կարկանդակ ուտել, որովհետեւ մենք խաղաղություն ենք հաստատել։ Բարի լույս բոլորին, երևույթի մասին եմ ուզում խոսել, որը ինձ ապշեցնում է։ Ուրեմն մեր տարբեր ուղղություններով մարզիկներ միշտ գերազանց արդյունքներ են ցույց տալիս։ Դառնում են աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, տարբեր մրցաշարերի։ Հայաստանում անցկացվում են մեծ մրցաշարեր, որոնց կազմակերպումով զարմանում են մեր միջազգային գործընկերներ լավ առումով։ Եվ միշտ հետևում եմ այս մեր ընդդիմությունը ու մեր ընդդիմախոսները որևէ կերպ խրախուսում են, ուրախանում են այս հաջողություններով, թե չէ։ Եվ ըստ էության հանդիպում ենք 0-ին մոտ արձագանք։ Նրանք ոչ մի բան չեն գրում, ոչ մի հայտարարություն չեն անում, ոչ մի բան չեն ասում։ Ես հիշում եմ, որ երբ ես ընդդիմություն էի, հակառակ լրիվ գործողություններ էի անում, որովհետև մարզիկները մերն են, բարձրանում է Հայաստանի դրոշ և հնչում է Հայաստանի հիմնը, բայց ու կարող եմ տասնյակներով ուրեմն ստատուսների սկրիններ ձեզ ուղարկել, որ ընդդիմադիր եղած ժամանակ, թե ես ոնց էի հրճվում, ուրախանում այդ ամենով, ասենք օրինակ շախմատի մեր հավաքականի հաջողություններով, երբ օրինակ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն էր։ Այս ամեն ինչի մասին է խոսում, որ մեր ընդդիմադիրները որևէ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, որևէ կապ։ Նրանք առաջնորդվում են բացառապես իրենց շահով։ Նրանք նույնիսկ տխրում են, երբ որ մեր մարզիկները հաղթում են եւ բարձրանում է Հայաստանի Հանրապետության դրոշը եւ հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Սա աբսուրդ է, բայց սա մեր ընդդիմության օրինաչափությունն է։ Նրանք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով, Հայաստանի Հանրապետության, որևէ հաջողություն, որևէ, նույնիսկ մարզիկների եւ սպորտի նրանց համար օտար է։ Այսքանը։